Մտածում եմ սպանեմ իրան, թե թողնեմ տուն հասնի։ Լսի, որ սպանեմ մեր գործը ավելի հեշտ ստանալու, չէ՞։ Մտածում եմ սպանեմ, թե թողնեմ էլի ապրի, ուղղակի որ սպանեմ գործս կհեշտա։ Հալանա։ Արշակ, խնդրում եմ շուտ տուն արի, հա, ես ինձ ահավոր վատ եմ զգում։ Շատ եմ խնդրում տուն արի, ես չեմ ուզում Մագդան վախենա։ Հնարավորինս շուտ տուն արի, Արշակ, խնդրում եմ։ Էլիս շատ եմ խնդրում։ Թող գնամ Արևենց տուն։ Համ Արևին կտեսնեմ, համ էլ այդ մարդուն կասեմ շնորհակալություն։ Ալինա, ասեցի ոչ։ Հեսա մեր մեքենան գալիս է, մենք գնանք տուն, վերջ։ Էլի զգում ես, որ ամեն ինչ շատ ես խորացնում։ Էդո, ամեն ինչ շատ ավելի շուտվանից է խորացել, այնպես չի, որ ես եմ խորացնում։ Գոնե դու պետք է հասկանաս։ Իսկ ինչի է ինձ թվում, որ դուք մի բան թաքցնում եք։ Ավելի ճիշտ չի թվում, ես համոզված եմ Էլիս։ Ինչ պատճառ կա, ոնց կմեկնաբանես այս ամեն ինչ, ինչի ես ուրիշ մարդ դու դառնում, երբ Արևի անունն ես լսում։ Որն է պատճառը։ Ինչ պետք է արած լինի ես 10 տարեկան երեխան, որ դու քեզ սենց ես պահում։ Դե պատասխանի այդ հարցին Էլիս։ Կարաս։ Շատ ես ուզում Արևին տեսնես, Ալի։ Հա, ուզում եմ։ Բայց համ էլ ուզում եմ իմանամ ինչի է Էլիզ իրան սենց պահում։ Ո՞վ է Արևը Էլիս։ Ինչ-որ բան կա, որ ես չգիտեմ։ Լանա, ինձ թվում է ճնշումը տատանվում է, դրա համար էլ գլխապտույտներ ունես։ Հեսա կչափենք կտեսնենք։ Բայց դու գիտես ճնշում չափել։ Տարիքն իրանն ասում է։ Ես երևի միակ ապարատն է, որ մեծահասակները կարողանում են օգտվեն։ Այդտենց պահի։ Ալինա, ես երկար ժամանակ այդ տանն եմ աշխատել։ Ուղղակի այդ մարդկանց չեմ հավանում, այդքան բան։ Էլիս հերիքա։ Շատ սխալ ճանապարհ ես ընտրել, նորից նույնն ես անում։ Էլիս, եթե այդ մարդիկ վատը լինեին, Էդոն իրանց հետ կշփվեր, կամ նորն կսիրահարվեր Մագդային։ Ալինա, Ռոբնա, խոսում գամ։ այդ ինչի ես սենց անում։ Ինչի ուզում եմ հասկանամ։ Դու տեսնում ես, որ ես ամեն ինչ անում եմ, որ իրանք իրար չճանաչեն ուղղակի։ Իսկ դու ամեն ինչ անում ես, որ երեխու մեջ կասկածներ հայտնվեն։ Ինչի է դա։ Որովհետև չեմ ուզում Ալինային էլ նույն ձև խաբես, ոնց որ նորոյին էր սկզբից խաբում։ Ինչ ես այդ մարդկանց անվան հետ խաղում անիմաստ Էլիս։ Ինչ ես ասում, որ վատ մարդիկ են։ Ես չեմ խաբում։ Արշակը շատ վատ մարդ է։ Ու այդ շատ վատ մարդը Էլիս այսօր Ալինայի կյանքն է փրկել։ Գիտես ոնց,
Երանի հնարավոր լիներ, որ մարդ իրա մի լավ արարքով մնացած բոլոր վատ արարքները ծածկեր։ Երանի հնարավոր լիներ այդ, բայց դա անհնար է։ Որովհետև այդ մարդուն չենք ուզում հնարավորություն տանք էլիս։ Չենք ուզում թողենք, որ փոխվի։ Չենք ուզում ճանապարհ տանք։ Ինչի։ Ինչ գիտես էլիս, որ այդ մարդը չի զղջում, ված չի զգում իրան կամ իր սիրտը չի ցավում այդ ամեն ինչի համար, ինչ գիտես։ Ինչ է ստենց անում, որ Ալինայի աչքից արևը ընկնի։ Ինչ է իրենց խառնում այդ ամեն ինչի մեջ էլիս։ Ես ուղղակի չեմ ուզում, որ իրանք մտերմանան։ Ես այսօր Ալինային կտանեմ արևենց տուն։ Ինչ։ Նա կտանեմ, ու դու ոչ մի բան չես կարող անես։ Այդ դու դրա իրավունքը չունես։ Ուրեմն Ալինային ճիշտ է ասա։ Ես կամ ճիշտը կլսեմ, կամ չեմ հանդուրժի այն սուտը, որը կարա այդ մարդկանց անվան հետ խաղա։ Աստորեն նորմալ է։ Հա։ Հալանա, դու ճնշում չունես, ինձ թվում է ճիշտ է հիվանդանոց գնալն է, որ հասկանանք ինչից է։ Չէ, ոչ մի հիվանդանոց։ Պատկերացնում ես ամեն գլխացավի համար վեր կանանք գնանք հիվանդանոց։ Հա, բայց տենց չի լինի։ Հիշում ես մի անգամ էլ սենց վատացար։ Ոչինչ, կանցնի։ Լսի, բայց շատ շուտ հասար։ Մոտ էիր։ Հա, տան մոտ էի հասել, որ դու զանգեցիր։ Ուղղակի Ինչ։ չգիտեմ, ինձ մի պատ թվաց ոնց որ ինչ որ մեկնից հետևում է։ Բայց ով պետք է հետևեր։ Դու այնքան լավ մարդ ես, որ ես չեմ կարծում, որ դու թշնամիներ կունենաս։ Դե, ինչ իմանամ։ Ես կյանքում ամեն ինչ էլ հնարավոր է ու լավ մարդ լինելը քեզ չի ապահովագրում վտանգից։ Չէ, ես ուղղակի նկատի ունեի, որ ոչ մեկը չի ուզենա քեզ վնասել։ Երևի թվացել է։ Երևի։ Նորոն էլ չի ուզում այդ որ Ալինան կապ ունենա Արշակի հետ ու ճանաչի Արշակին նորմալ։ Ես Ալինային հատուկ Արշակի հետ ծանոթացնելու համար չեմ տանում էլիս։ Տանում եմ, որ արևին տեսնի։ Դու չես հասկանում, որ Ալինան այդ տուն մտնելուն պես հասկանալու այդ մարդիկ ովքեր են։ Այդ տան տարբեր անկյուններում մամայիս նկարներն է հետո։ Ես Արշակին կզգուշացնեմ էլիս։ Էնից հասկացի, դու սենց ավելի շատ ես կասկածի տեղիք տալիս։ Ալինան կսկսի ավելի շատ մտածել։ Դու ընդհանրապես ամեն ինչ անում ես, որ Արշակի ու Մագդայի համար լավ լինի, այդքան բան արա ինչ ուզում ես։ Էլիս, նեղանալով ու գնալով չի։ Մի հատ երկար մտածի էլի, մի հատ այդ ատելությունդ մի կողմ դիր ու այդ անմեղ երեխեքի մասին մտածի։ Իրանք ինչ մեղք ունեն, որ սենց են պատասխան տալիս։ Թող ձեռքս։ Ես ընդհանրապես ուզում եմ, որ իրանք հանդիպեն էլիս։ Դրա մեջ վատ բան կա։ Դու չես հասկանում։ Չես հասկանում, որ իրենց ամեն մի հանդիպումը այդ հարաբերությունները խորացնելու է։ Բայց քանի որ դու խելագարվում ես Մագդայի ու Արշակի համար, իմ ասածները քո վրա չի ազդելու հետո։ Էլիս նորմալ խոսա։ Իսկ դու քեզ նորմալ պահի այդ իմ հանդեպ։ Նորմալ պահի իմ զգացածի ու ապրածի հանդեպ հետո։ Եթե դու լինեիր սենց իրավիճակում, որ այս իրավիճակը քեզ կցավացներ, ես ամեն ինչ կանեի, որ այդ իրավիճակում դու չհայտնվես։ Որ քո մոտ ամեն ինչ ավելի չխորանա ու քեզ չցավացնի։ Իսկ դու տենց չես անում։ Դու ինձ չես ընտրում հետո։ Այդ ուր գնաց։ Տուն։ Մենք էլ գնում ենք արևին տեսնենք։ Բայց նեղացավ, թե Ոչինչ արին, կանցնի։ Ոնց որ նորը ճանաչում քրոջդ։ այդ բայց ես Էլիզին չեմ հասկանում։ Ինչի՞ չի ուզում, որ ես ու արևը հանդիպենք։ Ալին հիմա արի գնանք արևին մի քանի համով բան առնենք ու գնանք, հա։
Մարդ կա ստեղ։ Հարց եմ ուզում տամ, հետը սարքելվածա խոսալ, արա։ Ինչի համար եք իստեղ պահում։ Մեկ դու մեկ եկեք բացատրեք։ Հələ միակ գոռալու համար։ Հա, Էդո ջան։ Արշակոպարտանն ես։ Հա, ինչի։ Ես մի քիչ հետո Ալինայի հետ կգանք ձեր տուն։ Ալինան ուզում է արևին տեսնի, համ էլ քեզնից շնորհակալություն հայտնի։ Այդ ինչ լավ բան ասեցիր, Էդո ջան։ Հա, բայց մի բան պիտի խնդրեմ Արշակոպար։ Հա, ասա։ Կլինի Շուշանի նկարները պահես։ Կներես էլի 1000 անգամ, որ սենց բան եմ խնդրում։ Ուղղակի դե հասկանում ես էլի Ալինան չգիտի։ Նորմալ է Էդո ջան, ես քեզ հասկանում եմ, կանեմ։ Լավ։ Արշակ։ Կնոջդ նկարն ուր ես տանում։ Հիմա սենց է պետք։ Արշակ։ Լսի։ Ալինան է գալի Էդոյի հետ մեր տուն։ Բայց արևին չասես, ուզում եմ անակնկալ լինի։ Մեկ էլ վերևից ինչքան Շուշանի նկարներ կա հավաքի։ Հա, կդնես իմ սենյակում։ Այդ հաստատ է իրա գալը։ Հա, հաստատ ու կատակ չեմ անում։ Ես էլ վերցրա հետդ։ Լավ, հիմա կհավաքեմ։ Մագդա ճիշտ եմ հասկանում։ Ալինան Շուշանի Հա, Լանա, դու ճիշտ ես հասկացել։ Ես քեզ այդ մասին պատմել էի։ Ուղղակի ոնց հասկացար Ալինան չգիտի դրա մասին, որովհետև նորոն դեմ է։ Իհարկե ես չգիտեմ ոնց է նորոն թողել, որ մեր տուն գա, բայց ինքը պետքա չիմանա։ հասկացա։ Իսկ կարող եմ մի բան խնդրել։ Հա, իհարկե։ Լանա Արշակի հետ այս թեմով շատ մի խոսա, որովհետև ինքը շատ ծանր է տանում Շուշանի ու երեխեքի թեման։ Ես էլ ինքս իրան շատ հարցեր չեմ տալիս։ Հա, իսկապես ծանր թեմա է։ Ես էլ չեմ ուզի, որ Արշակը նեղվի։ Ինչ ես ժպտում։ Դե Լանա, ինձ թվում է, որ քո ու Արշակի մեջ ինչ-որ բան է ծնվում։ Կամ էլ արդեն ծնվել է։ Վերջացրու, հա։ Կներես, որ այսքան անկեղծ եմ, ուղղակի չեմ կարա իմ մեջ պահեմ։ Մագդա, Արշակի նման տղամարդը չի կարա իմ կողքը լինի։ Ինչի՞, ինչն է խանգարում։ Անցյալս։ Ու դրա ազդեցությունը ներկայիս վրա։ Մենք սրա մասին խոսել ենք, Մագդա։ Լանա, այս կյանքը ոչ մեկի բաժանվելուց չի ավարտվում։ Իսկ ինչը վերաբերում է այդ քո չստացված ամուսնուն, մեկը ինքը հասկանալու է, որ պետքա քեզնից հեռու մնա։ Ու ես վստահ եմ, որ Արշակն էլ քեզ կօգնի։ Չէ, Մագդա։ Ես չեմ ուզում Արշակին խառնել այս պատմություններին։ Բայց դու շատ բարի ու խելացի կին ես, չէ՞։ Քո ամուսնու թակարդում մնալու համար։ Ու դրա համար դու պետքա առաջ շարժվես։ Մագդա, վերջացրեցինք այս թեման։
Լավ հասկացա։ Բայց իրոք ես շատ կուզեմ, որ ինչ-որ բան ստացվի։ Վերջապես իմ աղբերը ուրախ կլինի։ Գիտես, ինքը շատ դժվարությամբ ա հասել Շուշանին, բայց շատ հեշտ ա կորցրել։ Ու ես վստահ եմ, որ դու կկարողանաս իր կյանքում ինչ-որ բան փոխել։ Էլիսյան, բա Ալինա սուր է։ Ալինա Տայդոյի հետ գնաց։ Ուր գնաց։ Ավելի լավա չի մանաս տատի։ Էլիս, սիրտս էլ չի դիմանում։ Ուր գնաց, ինչի գնաց, դու ինչի ես այս վիճակում։ Արշակենս տուն ա գնացել։ Ոնց թե։ Ինչի է Էդոն Ալինային տարել դրանց տուն։ Էդոն Ալինային դրանց տուն չի տարել, է։ Ալինան ա ուզեցել գնա։ Ու դու համաձայնել ես։ Չէ։ Չեմ համաձայնել տատի։ Ուղղակի չկարեցա համոզեմ, չլսեց ինձ։ Այ քեզ բան, չեմ հասկանում։ Էդ երբ Արևի հետ տենց մտերմացա, որ հիմա էլ հյուր ա գնում։ Մենակ Արևին տեսնելու չի գնացել։ Գնացել ա Արշակին շնորհակալություն հայտնի։ Ինչ։ Ինչի համար։ Պապ, չեմ հասկանում, հիմա հյուրերի ենք սպասում։ Հա, բալես, շատ ճիշտ ես հասկացել։ Լուրջ ովքեր են։ Հիմա կիմանաս։ Ալինա։ Բարև տղես։ Արև, կլինի ես էլ քեզ գրկեմ, թե Ալինային տեսար բոլորից մոռացար։ Ապրեսեդո, որ Ալինային բերեցիր մեր տուն։ Պապ, ինչ չէիր ասում, որ Ալինան գալու է։ Դե որ անակնկալ լինի։ Լավ, ինչ եք կանգնել, եկեք նստեք։ Ալինա, մենք շատ ուրախ ենք, որ դու վերջապես մեր տուն եկար։ Ալինա ջան, ճիշտ է, մենք այսօր հանդիպել ենք, բայց դու այդքան էլ լավ վիճակում չէիր։ Դրա համար արի նորից ծանոթանանք։ Ես Արշակն եմ, Արևի պապան։ Ես ձեզ շատ շնորհակալ եմ։ Դուք այսօր իմ կյանքն եք փրկել։ Դե չէ, տենց մի ասա, քեզ ոչ մի բան չէր լինի։ Դե բայց ամեն դեպքում դուք ինձ օգնել եք, հասցրել եք հիվանդանոց։ Ես իրոք շատ շնորհակալ եմ։ Բայց հիմա լավ ես, չէ՞։ Կարանք խաղանք, չէ՞։ Գանց, գոնե ընկերուդ հյուրասիրես խաղալու մասին ես մտածում։ Վայ, ճիշտ է։ Լավ, ես էլ գնամ Լանային օգնեմ։ Կեր, Ալին, քեզ հիմա շատ վիտամիններ են պետք։ Պապան ասում է, որ մրգերը շատ օգտակար են։ Ճիշտ է, չէ՞, պապ։ Հա, բալես, ճիշտ ես։ Բայց արև ախր ամբողջ մրգերը իմ ափսեի մեջ դատարկեցիր։ Գոնե կեսը դուք էր, հա։ Այսինքն Արշակն է Ալինային հիվանդանոց տարել։ Հա։ Ապրի ինքը։ Բայց այդ ոչ մի բան չի փոխում, Էլիս։ Ինչ ես թույլ տվել, որ գնա։ Էլիս, դու չես հասկանում, որ այդ մարդու մտքին մի բան կա։ Ուզում եմ մտերմանա Նորոյի հետ։ Վստահությունը շահի։ Ու դրա համար էլ առաջինը հենց Ալինան շատ հարմար տարբերակ է դրան հասնելու համար։ Ալինայից էլ կսկսի հենց։ Տատի, Նորոյին համոզել այդքան հեշտ բան չի։ Մորդ համոզելն էլ հեշտ չէր։ Ես լավն էլ եմ ասում, վատն էլ։ Մայրդ շատ հավասարակշռված ընտանիքի կին էր։ Տեսար ոնց խելքը կերավ։ Տատի, ես ինչ կարամ անեմ, կարաս ինձ բացատրես։ Ես ինչ անեմ, չլսեց։ Չկարեցա համոզեմ։ Կասկածում էր Ալինան հարցեր էր տալիս։ Չգիտեմ, Էլիս։ Մի սուտ օրին էր։ Դժվար էր։ Թե Էդոն էր դեմ։
կերանք։ Can we go play now? Այ հիմա կարող ես բալես։ Սպասեք, ես էլ եմ գալիս։ Դեդո, նորոյի գործից ինչ նորություն կա։ Ինչ ա եղել նորոյին։ Կալանավորել են Մագդա։ Փաստաբանը միջնորդություն է ներկայացրել, բայց քննիչը ասում է, որ այսօր բաց չի թողնի։ Տրամադրված է նորոյի դեմ։ Ուզում ես զանգեմ ծանոթիս, խոսալ Գևորգյանի հետ։ Չգիտեմ, Արշակոպար, կարծում եմ իմաստ չկա, վաղը հաստատ բաց կթողնեն։ Բայց ինչ ա արել, որ քննիչը տրամադրվել է։ Հասմիկի հետ հարցաքննության են եղել, վիճել է։ Չեմ հասկանում գիժա, ոնց կարելի է քննիչի հետ վիճել։ Գորալով է Մագդա խոսել հետ։ Նետով է Մագդա։ Կերուհիս ա հետո կզանգեմ։ Իսկ գործի քննությունից ինչ նորություն կա, ինչ որ ուրիշ կասկածյալ գտել են։ Չէ, չկա։ Արշակ կարող է ամեն դեպքում զանգես ծանոթիդ։ Դե չէ, Մագդա, եթե մարդ ասել է, որ վաղը բաց կթողնի, կարիք չկա 1000 հոգու զանգել։ Պետք չի աչքին գնել։ Հա, ես համաձայն եմ։ Թող այս անգամ այդ քննիչի սրտով լինի, մինչև հասկանանք ոնց ենք այս պատմության տակից դուրս գալիս։ Լանա, ինչ սիրուն ես նկարում։ Հա? Հա, ճիշտ է ասում։ Փոքր ժամանակ գնացել եք նկարչության։ Չէ, ուղղակի փոքրուց շատ սիրել եմ նկարել։ Ափսոս, որ գնայիք հիմա հաստատ հայտնի նկարչուհի կլինեիք։ Չէ, հա, դժվար բախտն ինձ այդքան ժպտար։ Բայց ինչի ես տենց ասում, Լանա։ Հապուշ խոսում եմ, ուշադրություն մի դարձրու։ Դուք են ասեք, կարողա սովածացել եք, գնամ մի բան բերեմ ուտեք։ Ես որ սոված չեմ։ Այսօրվա արևի տված բոլոր մրգերը ինձ մինչև վաղը հերիք են։ Դե ես էլ սոված չեմ, եկեք շարունակենք նկարել։ Ալինա, դու լավ ես։ Առողջականդ լավ է։ Արդեն լավ եմ, հա։ Ես վստահ եմ, Ալինան էլ երբեք չի վատանալու։ Տատի ես փորձեցի համոզեմ, չստացվեց։ Էդոն ստեղ ինչ կապ ունի։ Դե բարեկամա չէ դրանց։ Բարեկամ չի։ Ուղղակի Էդոյի papan Արշակի ընկերն է, վերջ, այդքան բան։ Թեկուս։ Ուղղակի իր սրտով չի ես անհաշտությունը։ Տատի լավ էլի։ Էլիս, բան օրոյից ինչ լուր կա։ Ոչ մի լավ լուր էլ չկա։ Էդոն գրեց, որ փաստաբանի միջնորդությունը մերժել են ու ասել են, որ այսօր հաստատ պետք է մնա ոստիկանությունում։ Այսինքն երբ են բաց թողնելու։ Դե չգիտեմ, ասում են վաղը։ Ուֆ, ես արդեն կգժվեմ, հաս։ Հաս, տատի մոտ չուզեցի շատ բան խոսամ։ Բայց Էդոյի պահով ճիշտ էր ասում, գիտես չէ։ Այսինքն Դեն, որ Էդոն չօգնեց, որ Ալինային համոզեմ, հակառակն հենց արեց ավելի շատ ոգևորվեց։ Բայց ախր գիտի, որ չեք ուզում Ալինան այդ մարդուն ճանաչի, ինչի՞ է տենց անում։ Ես չգիտեմ։ Ես արդեն չեմ հասկանում Էդոյին։ Իր համար ոնց որ Մագդան ու Արշակ ավելի կարևոր լինեն, քան ես, հասո։ Էլիս, հանգստացի, հա։ Հաս ինչի պիտի սենց լիներ։ Ինչի պիտի ես արևին սիրելուց այսքան վախենայի։
Էդո ապրես շատ։ Հիմա հանգիստ եմ։ Դու էլ ապրես Ալինս։ Քեզ լավ կնայես, եղավ։ Ոնց ասես։ Բայց չես գալիս վերև։ Չէ, լսի, արդեն ուշ է։ Վաղը կգամ անպայման։ Դու Էլիզին տեսնելու առիթից հրաժարվում ես։ Վիճել եք։ Ալին լավ էլ հարցեր մի տու, հա։ Ամեն ինչ նորմալ է։ Վերջ, բարի գիշեր, բարի երազներ։ Քեզ էլ։ Մի րոպե, խնդրում եմ ձեզ։ Ինքը շատ տաքարյուն երիտասարդ է, չի հասկացել ինչ արել, խնդրում եմ ձեզ բաց թողեք էլի իրան։ Ոչինչ, հիմա կհասկանա ում հետ ոնց խոսա։ Խնդրում եմ ձեզ, աղաչում եմ ձեզ, ես կխոսամ իր հետ, ամեն ինչ կբացատրեմ, էլ տենց բան չի անի, մենակ թե հիմա բաց թողեք, խնդրում եմ ձեզ։ Դուք ազատ եք։ Ալո։ Ոնց ես։ Հուսով եմ դեռ չէիր հասցրել քնել ու ես զանգել եմ։ Չեմ խանգարել, չէ։ Չէ, բայց ինչի ես զանգել։ Դե ուղղակի ուզում էի համոզվել, որ ներել ես ինձ։ Ցերեկը որ չպատասխանեցիր, Ուղղակի հարմար չէր։ այսինքն ներել ես։ Հա, բայց էլ այս ժամերին չզանգես։ Իսկ գոնե ցերեկը մի վայրկյան ձայնդ լսելու հնարավորություն կտաս։ Բարի գիշեր։ Մեկա ձայնդ լսելու եմ, որովհետև ես համառ եմ։ Էլ ուզում եմ թեյ դնեմ, ինձ կխմես հետս։ Չէ։ Այս նորոն տանը չի։ Դեռ չի եկել։ Նորոն կարող է ուշ գա։ Դու գնա թե հետ խմի, գնա պարկի քնի։ Նեղացած ես։ Բա ասածներս չես անում, Ալինա, չնեղանամ։ Հա, բայց դու էլ չես բացատրում, չէ։ Ալինա, ես քո մեծ քույրն եմ։ Ու պարտադիր չի, եթե մի բան ասում եմ արա, դրանից հետո մի հատ էլ բացատրագիր գրեմ, բացատրեմ, որ դու անես իմ ասածը։ Բայց օրևի պապան շատ լավ մարդ էր։ Մագդան էլ է շատ լավ, ախր ինչ ես դու ատում այդ մարդկանց։ Ալինա, գնա թե հետ խմի։ Գնա։ Ալո, Ոնց ես։ ինչի քեզ հետաքրքիր է այդ։ Էլիս, խնդրում եմ քեզ երեխուն ման մի պահի էլի։ Նա ամեն անգամ հենց իրա չհասկանանք նեղանալու ես սենց խոսած հետս։ Էդո, քո այսօրվա պահվածքը շատ սխալ էր։ Դու այսօր նենց բան արեցիր իմ հանդեպ, որ ավելի լավ է չխոսամ, էլի։ Էլիս, ես քո հանդեպ ոչ մի վատ բան չեմ արել։ Հակառակը։ Մի խոսքով, կգա ժամանակը կհասկանաս, որ ես ճիշտ էի։ Չէ, չի գա այդ ժամանակը։ Չի գա, որովհետև ես երբեք այդ մարդկանց չեմ կարող ընդունում, նենց ոնց դու ես ընդունում։
Ալո։ Դու լրիվ ես գժվել Կարեն։ Էդ ինչ էիր ուզում անել։ Մեզ Արշակից մենակ փող պետք չի։ Ինչ էիր ուզում անել։ Քեզ թվում է չեմ զգում ոնց ես տարվել դրանով։ Լաննա, ես քեզ էլ Արշակին էլ կվերացնեմ, եթե մտքովը տանցնես սիլիբիլիները սկսես դրա հետ, հասկացար։ 2 օր մնաց։ 2 օրից փողերից հետ դուրս ես գալիս այդ տնից։ Եթե չէ, շարունակությունը դու ինքդ լավ գիտես։ Ազատ ես։ Վերջապես։ Քեզ իշկա։ Ամբողջ գիշեր ներսում ես եղել։ Այն աղջիկը դրսում է սպասել։ Չհասկացա ինչ աղջիկ։ Հասմիկը ամբողջ գիշեր բաժնի դեմ է մնացել։ Փորձում էր համոզել, որ քեզ բաց թողնենք, կամ գոնե ներս մտներ։ Առավոտյան վատ զգաց ճամփեցինք գնաց։ Հուսով եմ խելքդ գլուխդ կհավաքես ու կհետևես պայլաձևիդ։ Նախ ես ոչ մի սխալ բան չեմ ասել։ Երկրորդն լավ մնացեք։ Հա, Արուշանյան։ Աշակն էր խառնվել։ Աշակը խառնված չլեր, այսօր էլ կպահեի նորոյին։ Դե Կարապետյանի մոտ ընկերն է։ Համ էլ իր դեմ բավարար փաստեր չունեմ։ Բարի լույս։ Գոնե ձայնայինով պատասխանի այսօր ձենը տենց լսեմ։ Լավ, ես ինչ անեմ այս գժի հետ։ Այսօր ես պատրաստվում գնալ։ Թասի տատ։ Այսօր նախարարությունից գրավոր են տվել, որ գրենք, որ բացակայում լավ չի լինելու։ Ես կզանգեմ 10 ղեկիդ կասեմ։ Լավ էլի տատ։ Տատի, թող գնա, գրավորը կգրի, կգնամ կբերեմ տուն։ Էլ բայց ես լավ եմ։ Արինա, ես քեզ սենյակում ինչ ասեցի։ Լավ։ Բայց գալուց առաջ կզանգես անպայման։ Հա, կզանգեմ, գնա։ Ասես լավ չես։ Լավ եմ։ Ոնց ես լավ դեմքիդ գույն չկա։ Հաստատ լավ ես։ Ես այսօր քեզ անակնկալ եմ անելու։ Դու հլը սպասի։ Ինչքան ուզում ես գոռա։ Ինչքան ուզում ես ասա չգամ։ Ինչքան ուզում ես ասա մի զանգի։ Բայց մեկը բոլոր ճանապարհները բերում են դեպի քեզ։